Ահա, ուրեմն մենք նախորդ կետում շատ մանրամասն ծանոթացանք այս մեր R2 տարածության հետ, գուցե այնքան մանրամասն, որ մի քիչ ձանձրալի թվաց, որտեղ դպրոցական մտքերի կրկնություն էր։ Դրա համար մենք հիմա եկեք մի քիչ տեմպը արագացնենք։ R2 տարածությունը ինչ է կարծում, կարիք կա, որ ելի ես նույն ձևով գրեմ իր վեկտորները կարող են հորիզոնական գրվել, ուղղահայաց գրվել, կարող են իրար գումարվել, սկալարով բաց պատկել, այդ պատմությունը երևի գրելու կարիք չկա։ Նույն սիստեմով մենք կարող ենք Rn-ը դիտարկել, այսինքն ոնց որ իրական n չափանի տարածությունը, կրկին որպես սկալար դաշտ R-ն ենք վերցնում, բայց այս անգամ Rn-ն ենք դիտարկում նույն Դեկարտյան արտադրյալով։ Էլի սկզբնակետեր, էլի վերջնակետեր, էլի այսպես երկու ձևով կարող են այս վեկտորները գրվել, էլի կարող են այս կանոնով գումարվել և սկալարով բազմապատկվել։ Մի քիչ հետաքրքիր պատկերա ինչը, օրինակ, եթե եռաչափ դեպք ունենք, մի վեկտորը OA-ն է, մյուս վեկտորը OU-ն է, նկատում եք, որ սրանց գումարը նույնպես զուգահեռագծի կանոն է դառնում, մենակ թե եռաչափ դեպքը, ոչ երկչափ դեպքը։ Նմանապես, ասենք, եթե վեկտորը տված է, այդ վեկտորը թվով բազմապատկելը դյուրին ստացվում է, ահա, եւ սիրունության համար կարելի է n-ը հավասար է 1 դեպքն էլ դիտարկել, որը 1 չափանի տարածությունն է, որի վեկտորները ասենց 1 երկարության էնյակներ են, այսինքն մեկյակներ են։ Կոպիտ ասած, սա ինչն է սրա պատկերը, թվային առանցքը։ Հիմա եկեք նայենք հետևյալ հիմնական հանրահաշվական հատկությունները Rn-ում։ Այս հատկությունները հələ հերթով վրայով անցնենք, արդյոք Rn-ում ապացույցի կարիք կա, թե լրիվ պատկերացնում եք ինչի ինչոց է։ Ցանկացած uv վեկտորների համար u + v-ն հավասար է v + u։ Ով է ուզում ասել ինչու։ Դե գումարը կոմուտատիվ է, չէ՞, այսինքն կապ չունի, որ կողմից կգումարենք իրար կոորդինատները։ Շնորհիվ այն բանի, որ R-ը կոմուտատիվ է, սկալար դաշտը, դրա շնորհիվ վեկտորները կոմուտատիվ են։ Այս երկրորդ պայմանը, ասոցիատիվությունը u + v + w-ն հավասար է u + v + w, այս էլ նույնքան հասկանալի է։ Հետո ստեղ մի հատ հատկություն, ասում է մի հատ զրոյական վեկտոր գոյություն ունի, որ ինչ վեկտորի ուզում է դրան գումարենք, էլի մեկը 0, էլի մեկը նույն վեկտորը կմնա։ Այդպես է թե չէ, որպես v վեկտոր, ինչ առաջարկություն ունեք, ինչ վեկտոր վերցնենք։ Օրինակ 2, 3 ու ավերջ տենց։ Եթե v-ն, լավ է, v-ն, եթե 2, 3 v-ն ելներ, որպես զրոյական վեկտոր, ինչ առաջարկություն ունեք, ինչը վերցնենք։ 0, 0։ Ահա, բոլորը 0-ներից բաղկացած, եղավ իրա զրոյական վեկտորը, այս էլ եղավ։ Հետո, մի հատ յուրաքանչյուր v-ի համար, մի հատ -v գոյություն ունի, որ v գումարած -v-ն հավասար է այս մեր զրոյական վեկտորը։ Ինչ առաջարկություն կա, եթե v-ն ունի կոորդինատներ x1, x2, xn, -v-ի համար ինչ կոորդինատներ վերցնենք։ -x1, -x2։ Այս էլ եղավ։ Հաջորդ այս երկու հատիկը բաշխականության կանոններ են։ Տեսեք, սա ասում է, եթե u + v վեկտորական գումարը բազմապատկենք a սկալարով, այդ նույնն է, որ u-ն գումարվի a-ուն գումարվի av-ին։ Կարիք կա մանրամասն գրելու, թե դուք արդեն պատկերացրիք սա ոնց է։ Մանրամասն գրենք։ Երկու վեկտորները կգրենք, հարմարա վերտիկալ, երկուսի կոորդինատներն են, որ a-երով հերթով բազմապատկենք, նույնն է ստացվում։ Եվ նայեք այս մյուս բաշխականության կանոնը, հələ ով ինձ կասի, այս երկու բաշխականության կանոնները նույն կանոնն է, թարսի պես երկու անգամ եմ գրել, թե իմաստային տարբերություն կա։ Տարբերություն կա։ Որն է v-ն թվեր են, v-ն վեկտոր, ոնց որ հակառակն է, էլի փակագծի մեջ առաջին երկու հատ վեկտոր ա գրած ու հետո բազմապատկած թվով, երկրորդում երկու հատ թիվ ա իրար գումարում, նոր բազմապատկում ինչ-որ վեկտորով։ Ապրեք, հաջորդ հատկությունը, որ ասում է AB
սկալար արտադրյալ, AB սկալարների արտադրյալը որպես թիվ, որ բազմապատկենք V-ով, այդ նույնն է, որ նախ դրանցից մեկը բազմապատկենք, հետո մյուսը։ Ուրիշ խոսքերով ասած, եթե վեկտորը բազմապատկում ենք 6-ով, այսինքն 6 անգամ իրան ձգում ենք։ Այդ նույնն է, որ նախ բազմապատկենք, նախ իրան ձգենք 2 անգամ, հետո էլ 3 անգամ։ Էս է ասում ես հիմնական հատկությունը։ Եվ վերջին պարզ դեպքը 1 սկալարը, եթե բազմապատկենք V կամայական վեկտորով, ոչինչ էլ չի փոխվի։ Տեսեք, ինչ որ պատճառով սրանք մենք անվանել ենք հիմնական հանրահաշվական հատկություններ։ Շուտով կտեսնեք, թե ինչու։ Ահա, ապացույցը ստեղ մի երկուսի կետի համար գրված է, ինքնուրույն դուրս կբերեք, թե ինչու։ Այ, կրկին շեշտում եմ, ինչ որ բանի համար իրանք անվանվեցին հիմնական հանրահաշվական հաստատություններ։ Իդեպ, եթե ես սրա մենակ առաջի 4 հատիկը այսքանը առանձնացնեի, հիշելով անցած սեմեստրի նյութը, կարող եք ասել, ես ահա, խումբ։ Իրեն ինչպիսի խումբ։ Աբելյան։ Ապրեք, սա աբելյան additive գրված, հիշում եք, additive, եթե additive է գրվում, գործողությունը պլյուսն է դառնում, միավորը 0-ն։ Հակադարձի փոխարեն ինչն է մասնակցում։ Հակադիրը, ապրեք։ Այսինքն կարելի է սենց հիշել, որ այս հիմնական հանրահաշվական հատկություններից առաջի 4-ը աբելյանության աքսիոմներ էին, հաջորդ զույգը բաշխականությունն է գալիս։ Այդ տիրույթներն են, չէ, ամբողջության տիրույթ է դառնում, բաշխականությունը որ կար։ Սա, ես մի քիչ առաջ ասեցի, չէ, ստեղ ուշադրություն դարձեք, սա ոչ միայն ամբողջության տիրույթ չի դառնում, այլև օղակել չի դառնում, առավել ևս ամբողջության տիրույթ չի դառնում, դաշտ չի դառնում։ Ինչի օղակ չի դառնում։ Դա չէ, որ գործողություն կա, այսա պլյուս էլ կա, բազմապատկում էլ կա, բա ինչի օղակ չի։ 0-ի բաժանարար ունի։ Օղակում գործողությունը AB տարրերի միջև կատարվում էր AB-ի միջև, որտեղ A-ն ու B-ն երկուսն էլ ինչից էին։ Նույն օղակից էին, չէ։ Նույն օղակի մեջ իր տարրերի մեջ սահմանվում էր մեկ գումարում, մեկ էլ բազմապատկում, իսկ ստեղ դեռ չի սահմանվում։ Ստեղ սահմանվում է նախ վեկտորները իր մեջ գումարում, հետո սահմանվում է վեկտորը սկալարի հետ բազմապատկում։ Եղավ, այս an, այս when մեր մոտ r n-ից է, իսկ an rn-ից չի, որտեղից է։ R-ից է, այսինքն սա հեչ մոտիկել չի գալիս օղակ լինելուն, չնայած լավ էլ աբելյան խումբը additive, այսինքն գումարային գրությամբ խումբը։ Հեշտ հիշեք, շուտով հետագայում այս ինչ որ մենք ստեղ անվանեցինք հիմնական հանրահաշվական հատկություններ, դառնալու է abstract վեկտորական տարածության աքսիոմները։ Ստեղ առայժմ կամաց ենք դրան մոտենում։ Առաջի 4-ը աբելյան խմբի աքսիոմներ են, հաջորդ 2-ը բաշխականության եւ վերջի 2-ը բազմապատկումը կապում են վեկտորով բազմապատկելու հետ։ Այսպիսի մի յուրօրինակ նմուշ էլ դիտարկենք, տեսեք, մեր այս նախորդ խոսակցությունները մենք ոնց սկսեցինք մի հատ այսպիսի վերցրեցինք ամենասկզբից մեր պատմությունը այսպես սկսվեց, ֆիքսեցինք R-ը իր գումարման եւ բազմապատկման գործողության հետ միասին անվանեցինք սկալարների դաշտ եւ ոնց որ տեղից հետո ամեն ինչ R-ի վրա էր հենվում։ R-ի վրա հենվելով R քառակուսին նայեցինք, R խորանարդը նայեցինք, R-ն աստիճանը նշանակեցինք։ Հələ նայեք, կարող էինք արդյոք մենք ուրիշ ձևով գնալ,
վերցնեինք ի սկզբանե ոչ թե R-ը նայեինք, այլ Q-ն նայեինք, Q-ն վերցնեինք ռացիոնալ թվերի դաշտը եւ նրա վրա նայեինք Q քառակուսին, այսինքն երկչափ տարածությունը Q-ի վրա կամ n չափանի կամ 3 չափանի։ Կարող ենք սրանք սահմանեին, կարող ենք նրանց միջև վեկտորների գումարման եւ վեկտորը սկալերով բացապատման գործողություն սահմանենք։ Լրիվ իրավունք ունենք այդ ամեն ինչը անելու։ Կարող է ձեր մոտ հարց առաջանա, բա այնա այդ դեպքում n-ը վերցնեինք, բա n քառակուսին ինչի չդիտարկեցինք, կամ z քառակուսին ոնց որ հարթություն, որի յուրաքանչյուր կետի կոորդինատները ամբողջ են, ինչի դες տարածություն չնայեցինք։ Այս պահին դες թող ուղղակի հարց մնա այդպես, շատ հետաքրքիր հարց է, որը դուք շուտով պատասխանը կստանաք։ R-ը կարող է ընդհանրացում դրա համար, ընդհանրացնում է սաղ այս բոլորը։ Չէ, բա այդ դեպքում Q, բա ինչի ես R-N-ը դիտարկում եմ, Q-N-ը դիտարկում եմ, իսկ Z-N-ը չեմ դիտարկում։ Այդ հələ թող հարց մնա, հետագայում դա պատասխան է ստացվելու։ Իսկ եթե ասենք, որ n-ը խմբի բոլոր այդ հատկություններն, այսինքն հակադարձի չկա n-ի մեջ։ Այ լավ, որ դուք այդ կասեք, եկեք ես այդ մասին մանրամասն հետո պատրաստվում եմ խոսեմ, բայց եկեք հələ sense մի բան ասեմ։ Երբ որ մենք ինչ-որ բան տարածություն ենք անվանում, տարածությունը դա ի՞նչն է։ Տարածությունը դա n չի, որ տարածությունը մի միջավայր է, որի մեջ մենք sense ազատ շարժվելու իրավունք ունենք, չէ՞։ Օրինակ, եթե մենք այս ուղղությամբ գնացինք մեր տարածության մեջ, նրա պետքա որ մենք հակառակ ուղղությամբ էլ գնալու իրավունք ունենանք, չէ՞։ Նես չի որ մենակ այս ուղղությամբ գնացի, հետ չես կարող գա։ Դրա համար ինքը կոչվում է տարածություն։ Հիմա դա այդպես չի, ասենք թե n2-ում, որովհետև n2-ում վեկտորա n2-ի մեջ, հələ այս խազուբազը ջնջենք, n2-ի մեջ վեկտորա 3-5-ը, այսինքն 3-5 վեկտորը ստեղ կա, այսինքն այս ուղղությամբ մենք այս տարածության մեջ կարող ենք ոնց որ ճամպրուկը վերցնենք, գնանք այս ուղղությամբ, բայց հետ կարող ենք գանք։ Ոչ։ Որտեղ -3, -5 վեկտորը հեչել չկա այս n2-ի մեջ։ Եղավ։ Իդեպ հələ դուք ոնց եք մտածում R քառակուսի հարթությունը ոնց կարելի է պատկերացնել։ Դա մի հարթություն է, որի կետերը միայն ռացիոնալ կոորդինատներ չէ կարող են ունենալ։ Այ Q2-ը գիտեք ոնց կարելի է պատկերացնել։ Այսպեսի մի հատ վիզուալ հետաքրքիր նմուշ բերեմ ձեզ։ Այս edge-ը երևաց։ Ժամանակին նկարչության մեջ մի հատ ճյուղ է եղել զարգացած, որը կոչվել է պուանտիլիզմ, որը որ այսպես դիտմամբ իրանք նկարել են sense կետիկով։ Օրինակ այս սա որ sense մտնենք, այ հատկապես Ժորժ Սյորան այս ուղղության ուժեղ ներկայացուցիչներից է եղել։ Ես հուսով եմ, որ երևում է, չէ, զգացվում է, sense կետիկով է նկարած։ Հետո առանձին Ժորժ Սյորան ման կգաք ինտերնետում եւ կգտնեք այս նմուշները, ինձ միշտ ես որ դա տեսնում եմ, ինձ հիշացնում է Q2 գծային տարածությունը։ Լավ, եկեք մեկ էլ մի բան էլ այս թեման ավարտելուց առաջ նշեինք։ Տարածության մեջ մենք ոչ միայն կարող ենք ինչքան ասես հեռու գնալ, այլ ինչ անել, եթե ինչ-որ բան կոչում ենք տարածություն, ինչքան ասես կարող ենք ինչ անենք, մոտիկ գանք, չէ՞։ Ասենք եթե ստեղ ինչ-որ մի հատ կետ է, ենթադրենք O սկզբնակետն է,
եթե հեռու գնալը, օինց հեռու գնալը կարելի է մեկնաբանել sense այս v վեկտորը ինչ որ մեծ թվով բազմապատկելով, այս sense a v բա իսկ sense ենթադրենք այս սա է թող a կետը լինի, տարածության մեջ մենք OA-ի միջնակետը կարող ենք չէ վերցնենք, կամ այսպես O-ին շատ մոտիկ ստեղ կետ, դա ոնց կարելի է մեկնաբանել, օրինակ այս միջնակետը գտնելը, դա նշանակում է, որ ենթադրենք մենք 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 R2-ի մեջ ենք, V-ն բազմապատկել 2-1 աստիճանով, կամ եթե A-ն մի հատ մեծ թիվ է, A-ի -1 աստիճանով բազմապատկելը, V-ի նշանակում է մենք գնալով sense մոտեցել ենք այս O-ին ենք ուզում հասնենք, այսինքն տարածության մեջ M փաստը, որ մենք կարող ենք ինչքան ասես հեռու գնանք, ինչքան ասես մոտենանք, դա կարելի է մեկնաբանել նենց, որ ցանկացած իրական ոչ զրոյական թվի համար մենք ունենք նրա A-1-ը գոյությունի A-1 ինչ եք կարծում, սա է ճիշտ է R-ում, իսկ Q-ում ճիշտ է թե չէ, ցանկացած ոչ զրոյական m-կայորդ ռացիոնալ թվի համար Այո, ճիշտ է։ Եթե ինքը զրոյական չի, եթե m-ը 0 չի, նշանակում է իր հակադարձնող գոյությունից, ինչ հետաքրքիր փաստ ենք ստանում։ Այն տարածության մեջ այն հասկացությունը, որ մենք կարող ենք ինչքան ասես կետիկը մոտեցնել, մոտենալ, sense մի կետը մյուս կետին, դա մեկնաբանվում է թվային հատկություններով։ Այս կետին մենք էլի ենք շատ անդրադառնալու։ Թվերի այն հատկությունը, որ յուրաքանչյուր ոչ զրոյական թիվ ըլնի իրական կամ ըլնի ռացիոնալ, ունի իր հակադարձը A-1 կամ K-m-ը, դա թվային հատկությունները ոնց որ մեկնաբանում են կամ կանխորոշում են տարածության հատկությունները։ Իդեպ, առաջ շարժվելուց առաջ նայենք, որ մի քիչ առաջ խոսում էինք ինչ, այստեղ ուսանողներից մեկը հարցրեց, ասեց, բա ZN-ը տարածություն չի, որտեղ ստեղ հակադիր է չկա, չէ։ Այդ նույն հատկությունը ստեղ էլ է կատարվում, ի նկատի են բաժանմանը։ Եթե մենք ZN-ում ձեզ տված է նույնիսկ 3-5 վեկտորը, 3-5 վեկտորը Z2-ից է։ Այսինքն Z2-ում դուք 3-5 վեկտորը կարող եք վերցնել, բայց իր կեսը, V կեսը իրավունք ունեք վերցնեք։ Ոչ։ Այսինքն որտեվ 3-ն ու 5-ը Z-ից են, բայց 3-րդն ու 5-րդը Z-ից չեն արդեն դառնում են իրական թվեր։ Այսինքն մենք երբ որ Q-ն սահմանում ենք, կներեք Z-ը սահմանում ենք, սկալյարը սահմանում ենք էլի R-ից, Z-ից չենք սահմանում սկալյար։ Չէ, ոչ թե դենց, այլ Q-ի վրա ընդհանրապես Z-ի վրա ընդհանրապես տարածություն չենք սահմանում։ Մենք պատահական մեր մտքից անցած առաջին իսկ թվային բազմությունը չենք վերցնում ու մի հատ իր համար տարածություն սահմանում։ Մենք պատահական դες բան չենք անում, մենք խելքը գլխին իմաստալից տարածություն ենք վերցնում։ Իմաստալից թվային բազմություն ենք վերցնում, նոր դրա վրա տարածություն ենք սահմանում։ Հիմա մինչև այս պարագրաֆը ավարտելը նայեք, տեսեք, այս ինչ որ հատկություններ գրեցինք ստեղ, ամեն մի տար հակադիր ունի, հետո ամեն մի ոչ զրոյական տարրի համար, եթե տարը ոչ զրոյական է, հակադարձը ունի, սա ինչ որ բան ձեզ չի հիշեցնում նախորդ սեմեստրից։ Ինչ-որ հանրահաշվական համակարգ չենք անցել, որ sense կանոններ կային։ Յուրաքանչյուր տար հակադիր ուներ, յուրաքանչյուր ոչ զրոյական տար հակադարձ ուներ։ Դաշտի մասին է խոսքը։ Այո, հենց դաշտի սահմանման կետերը չենք ասում։ Եվ այս R-ն ու
Q-ն մենք անվանեցինք ինչ, անդրեցինք սկալյար դաշտ, չէ, սկալյարների դաշտ։ Այսինքն տեսնում եք, դաշտը, որ անցած սեմեստր անցանք, եւ այս սեմեստր բազմիցս ելի ենք իրան անդրադառնալու, այնպիսի մի հանրահաշվական համակարգ է F դաշտը, որի վրա կարելի է սահմանել Fn տարածությունը։